Տիկին Այվազյան, ինչու որոշեցիք մասնակցել ընտրություններին, առհասարակ ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն եւ ինչու միանալ հենց այս թիմին։ Ուրեմն ես քաղաքականություն որոշել եմ մտնել 2021 թվականից հետո, պատերազմից հետո, որոշել եմ մտնել հայ հեղափոխական դաշնակցություն նրա համար, որտեղ միակ ուժն է, միակ կուսակցությունն է, որի գաղափարախոսությունը համընկնում է իմ կարծիքին, այսինքն դա հայրենասիրական, որ ասեմ, թե լիքը բան կարող եմ նշել, որ դարձել է, որ ես մտնում դաշնակցություն, շատ գոհ եմ, այսպես ասեմ, եւ ընտրություններին որոշել եմ մասնակցել նրա համար, որ մենք միասին, բոլորս միասին կարող ենք եւ միասին պետք է իշխանապողության գնալ։ Տիկին Այվազյան, ինչ սպասելիքներ ունեք 7-ից հետո տեսնենք իշխանությունը շարունակում է փոխորտալ, որ իրեն բացարձակ հաղթանակի են քնում եւ այլն, ընդդիմությունը շարաչուն ապտակ է ստանալու, իրական Հայաստան են իրեն նայեք այսօր իշխանությունը ամեն ինչ անում է, որ ընդդիմության ոչ մի քայլ չկայանա, այսինքն նպատակին չհասնի, բայց մենք մեկա պայքարում ենք, մենք միասին ենք, ուժեղ ենք եւ ամեն ինչ անելու ենք։ Սպասումս դրական է, մեծ հույս ունեմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին եւ ամեն ինչ արվելու մեր ժողովրդին։ Ժողովրդի այդ շփումներում ինչ է արձանագրում, ինչ հարցերով, ինչ խնդիրներով, ինչ ակնկալիքներով են ձեզ։ Խնդիրները բազում են, մարդիկ ծայրահեղ աղքատության աստիճանի են հասել, շատ դժգոհ են։ Իհարկե կա մասը, որ իշխանական է ու դրանց հետ անհնար է ինչ-որ շփում ունենալ, որտեղ մենք շատ ագրեսիվ են, չեն ընդունում ոչ մի խոսք, բայց ամեն դեպքում մեր աջակիցները շատ են եւ ես մեծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը աղքատության համար ասում էր, որ մարդիկ աղքատ են, որովհետև աղքատությունը նրանց գլխում է, այս մասով ինչ կասեք։ Աղքատությունը Նիկոլ Փաշինյանի գլխում է։ Տիկին Այվազյան, տեսնում եք, որ այս իշխանությունների համար փակված է Արցախի հետ, նրանք ասում են Արցախի մասին խոսել են Ղարաբաղյան շարժումը լավ տեղ տանող գաղափար չէ, պատերազմի դուռ է բացում եւ այլն։ Շատ են խոսում խաղաղության մասին, գիտեք, իրենց քարոզչական հիմնական թեզը հիմնված է հենց այդ խաղաղության վրա։ Ինչպես եք վերաբերվում նրանց միած դա չի կարելի համարել խաղաղություն, դա մարդկանց աչքերը փակելու, կոպիտ ասած խոսք փչելու համար է, ես չեմ կարող անեմ խաղաղություն։ Իսկ Արցախի էջը մեզ համար փակված չէ եւ չի կարող փակվել։ Նրանք ասում են սահմանին կրակոցներ չկան եւ կներեք շատ մեծ ձեռքբերում է։ Իրենք ոչ մի ձեռքբերում չունեն, մենք իհարկե փաստերով կարող ենք նշել, որ 15 թվականից հետո մենք միայն կորուստ ենք ունեցել ու ոչ մի ձեռքբերում չենք արձանագրել։ Տիկին Այվազյան, ինչպես եք վերաբերվում, որ երեք հստակ լսել եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասում է պատերազմի օրերին իմ ընտանիքը եղել է առաջնագծում։ Այս դեպքում շատ հակասական են նրա հայտարարությունները։ Եթե Արցախը մերը չէր, Արցախը հայկական չէր, այդ դեպքում ինչպես էին։ Գիտեք, ես կարող եմ նշել, որ իր յուրաքանչյուր խոսք հակասում է իր քայլերին, իր արածին եւ դրա մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Ես չեմ հավատում, որ իր ընտանիքը եղել է առաջնագծում, որտեղ մենք ոչ մի բան չենք տեսել դրա վերաբերյալ։